Բարելույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, դե դուք ես սուրճ տրեք, որ միասին խմենք, հետո կխոսեք սիրելի հետևորդներ ջան։
Սիրելի հետևորդներ, նորից եմ ասում բարելույս ձեզ, ինչպես եք, ինձ թվում է արդեն իմացած կլնեք, որ ես սուրճ եմ դնում, դուք ես սուրճ դրած կլնեք, միասին նստենք, միասին վայելենք, սիրելի հետևորդներ ջան, տեսակ առավոտները շուտ միշտ էլ, ասենք, չնայած խոհանոցը միշտ էլ մաքուր հավաքած է, համաչամանատեղավորեցինք իրար տեղը, դե այսօր եմ գնալու աշխատանքի, չգիտեմ, կարող անտեղ նկարահանում անեմ, կարող մեր տունը լինեմ, չգիտեմ, ինչ է պատրաստելու, բայց քանի որ գարուն է, կանաչեղեն շատ պետք է օգտագործենք, ինձ շատ դուր է գալիս բանջարեղենը, կանաչեղենը, ու շատ նորմալ ենք մարսում մեր տարիքում մարդիկ, կանաչի օգտագործեցեք, որտեղ աղիքներն էլ լավ աշխատի, պրոբլեմ չունենաք, սիրելի հետևորդներ ջան, լսեցինք օրհնյալ երգեր մեր Հիսուսի մասին, օրհնյալ օր լինի մեր բոլորիս ընտանիքներում, որը մեր բարի անցնի Հիսուս Քրիստոսը միշտ մեզ հետ լինի։ Ես արդեն իմ հոլովակները նայում են, թեկուզ իմ շրջապատում, արդեն մի հոգի հարցրուց, որ քնար դու հավատացյալ ես, ես իրան պատասխանեցի, այո, ես հավատում եմ, բայց չեմ հրաժարվում, այո, հավատացյալ եմ, բայց չեմ գնում ոչ մի խմբերի հետ չեմ մասնակցում, Աստվածաշունչը, որ ասեմ լրիվ կարդացել եմ, չէ, բայց կարդացել եմ այն տարբերակը, որ Հիսուս Քրիստոսը, մեր Տեր Հայրը ինչ է ուզում մեզնից, որ մեր այդ, ինչ ասեմ, պաշտպանենք մենք այդ օրենքները և դա ես անում եմ, թե իմ բարությունով, եթե ինչ-որ միտեղ, որ արդեն բարության մոմենտը անցնում է, ես այդ իրիկունը ապաշխարում եմ, ներողություն եմ խնդրում, որովհետև ապրում ենք աշխարհում, ժողովրդական աշխարհում ենք ապրում, որ սխալ գործելը միշտ էլ առաջի հերթն է, որ սխալ ենք գործում, կարևորն է, որ ներողություն ես խնդրում ու դու սխալը պետք է զգաս, ոչ թե մենակ լեզվով ասես, որ ես մեղավոր եմ, ես սխալ էի, ինձ կներեք, ոչ եմ, գլուխներս շատ չհարթուկ եմ, դուր է գալիս, դուր չի գալիս, սիրելի հետևորդներ, երևի տենակ, կարող է բազուկի թև առնում տապակեմ, դե բոլորդ էլ տապակել եք, գիտեք, բայց դե մի բան պետք է նկարենք, թե չնկարենք, միջև որ օրերս լավ նորություններ կլինի, լավ նորություն ձեզ կասեմ ինձ վերաբերվող իհարկե, սիրելի հետևորդներ ջան, դե եթե սուրճ եք դրել, շատ չխոսամ, մեր սուրճը խմենք, սրանցից ոչ մեկն էլ իմ ուզածով չէ շոկոլադները, ես բան եմ սիրում, կարամել եմ սիրում, չկա, բայց էլ չանեմ, հարմարվենք, ամեն ինչի։ Երեկվա օրով էլ ապրիլի 7-ն էր, երեկ ես չհասցրեցի, որ նկարահանում անեմ, որ շնորհավորեմ, բայց առանձին փոքր հոլովակով շնորհավորեցի, ով լսեց, ով չլսեց, եզահակին մեկնաբանությունները կարդացի,
Իմ բոլոր դիտորդներն էլ լսել են, կարդացել են, ինձ շնորհավորել են, ես էլ ձեզ եմ շնորհավորում, իմ սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, թազահարսներ, որ մայր են դարձել, իրանց տոններ շնորհավոր, իրանք էլ են մարեր, այսինքն բոլոր մարերի տոններ, գեղեցկության տոններ, բոլորից շնորհավոր, ես էլ ձեզանից շատ շնորհակալ եմ։ Դե սիրելի հետևորդներ ջան, ձեզ շատ աշխատանքից չգցեմ, չմոռանաք բաժանորդագրվել, լայքեր, սեղմել զանգակոճակը, գրում եք մեկնաբանություններ, բայց ես ովքեր որ նոր են միանում ինձ, նրանց համար եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, գրվեք մեկնաբանություններում, բոլորիս շատ սիրում եմ, ձեր գեղեցիկ խոսքերի համար, մեկնաբանությունների համար, դե հալա առայժմ կհանդիպենք, սիրելի հետևորդներ ջան, ձեզ ցտեսություն, օդային հանգույցներ, սիրելի հետևորդներ, աշխատանքից վայրում եմ, թեյ եմ լցրում, եկել մի հատ ջուր եմ դրել խաշվի, սուրել բաբիկին, շաքարավազ էլ ավելացնում եմ, խառնենք, ես չրով եմ խմում, այդել բերեմ խարկել այդ գույնը հանի, հարկադեյա չայի մեջը։ Ես մի կողմում էլ մի քիչ բան կա, փլավ կա չամիչով, ես էլ տաքացնեմ, որ դե հիմա եթե կուզենա կուտի, եթե ստումա չի ուտի, մի հատ ծունու թեյ հերիքա, կմնա իրիկունվա համար, իրիկնադր որ սովականա, ժամանակ կուտի։ Թողնենք տաքանը։ Մսուր արդեն տաքացած է։ Հակեք անջատեք, թող մնա, մի հատ էլ գնալուց կտաքացնեմ։ Անջատեցի։ Արի նստի, արի, թեյը լցրել եմ, ձուն խաշել եմ, արի գրա նստի տեղը։ Չայ հատի։ Հա, չայ կխումս։ Չայը լավա, չէ, դու գիտես որ լավա։ Նատ էլ խառնենք։ Չայի պլյուսին է, Մարդ չկա, ես ձուն, սուրել բապի, ես էր թեյը, չայը, հաց ես ուզում հացել տամ։ Շատ աբրի ես, ուզում ես մի կտոր հաց էլ տամ, թե չես ուզում հաց։ հաց պետ չի, հա պետ չի, հա դելա պետ չի, Սուրել պապի, ինտեղ բան կա, չամիչով պլավ կա, կարող ուզես։ Ինչո՞։ Չամիչով պլավ։ Չամիչով։ Պլավ։ Պլավ։ Հա։ Կարելի է։ Հա, դե էդի կեր, բան էդի կեր, ես բան կանեմ։ Կլցնեմ։ Կարելի է։ Հա, էդի կեր պրծի, կլցնեմ, բան կա։ Իսպիչի գոտը։ Հա, մի քիչ ես կոմ տավեն, որ մեր չխանգարի, այս ես կանեմ, դե սիրելի հետևորդներ ջան, այդ առավոտը գիտեք, թեյն ենք խմում։ Ես դու չես ուտես։ Չէ, ես տանը կերել եմ, դու կեր։ Սուրել պապի ջան, ես կերել եմ տոնը, դու կեր, մերսի։
Շնորհակալություն, որ դու ես ասում ես շնորհակալություն։ Ես չրով եմ թե ես խմում, հա։ Ձուն մի կտրի տեց, մի կտրի փշրվում է, Սուրեն պապի։ Ափսոս այդ ձուն փչացրիր։ Ասեց։ Հա, այդպես բայց փչացրիր։ Հա։ Այ հիմա աչերիկ խլեն։ Այդ դեղին ազգուշ եղի, կնգնի, դեղինը վեր է պահի։ Հա։ Դեղնուցը վեր է պահի։ Չգնի, պահի։ Ասելի է որտեր դուք էլ չիր օգտագործեք, կարող է իրիկունը մի 5-6 հատ չիր, նայած ինչ մեծության է, եռացրած ջուրը լցնեք վրեն, մի փոքր տարայի մեջ, սա ես ցույց տամ, որի մի անգամ կարակ այսենց մեր տարայի մեջ չիրը լցնել, այս չիրը այսքան է եղել, չեմ հաշվել քանի հատ է, դե որ երման ջուրը լցնում ես, ինքը ուռում շատանում է։ Հիմա ես այսօրվա ընթացքում սա պիտի օգտագործեմ, բայց թե օրինակ այսօր ես բան արեց, մեր տունը սուրճ խմեցի, մոռացել էի, որ չրով կարամելով խմեցի։ Շատ օգնում է։ Ես ինձ վրա փորձելով ձեզ խորհուրդ եմ տալիս։ Բայց պիտի լավ ծամեք, ունքը ջրային մաս ունենա ձեր բերանում։ Ասել հետևորդներ ջան, դե այսօր բազուկ եմ վերցրել, հավես ես տվեց, էլի ասում ես բազուկ բերեմ, մի քիչ սարքեմ, ուրեմն լավ լվացել եմ, իրամ ես պոչերը կտրել եմ, առանձին եմ խաշում, շատ չեմ խաշելու, որ իրամ վիտամինները մնա։ Հատեսի մի քիչ խաշվի, ինք համոտ կակ ջուրը կպնի, էլի դես տերևները գիտեք ավելի նուրդ հա սրանից, հետո նոր տերևները կլցնեմ ու կհանեմ։ Ուրեմն հարգելիներս արդեն եփում է, մի քիչ հետո եփի, որտեղ պինտայինք, մի րոպե սպասենք, երկու րոպեն անցավ, լցնենք, սա շատ չենք եփելու, ոչինչ, որ մի քիչ պինդել մնա, այնքան որ մի քիչ խաշվի ու բան անենք, հանենք, հետո տապակելու ժամանակ ինքը բան գանենք, թողնենք մարմալի տակ, որ ինքը պատրաստ լինի։ Հացեց խաղում ենք, շուր տանք էլի։ Շուր տվեցիք։ Իչև որ մեր բազուկի թևերը խաշվեն, մենք ստեղ ուրիշ գործ անենք։ Ուրեմն գիտեք չէ, որ ես միշտ լիմոն եմ վերցնում, լիմոն եմ օգտագործում ու շատ օգուտ է այս գեղձերիս համար։ Դուք էլ եթե գեղձերի պրոբլեմ ունեք, լիմոն օգտագործեք եւ ոչ մի անգամ գեղձերի բորբոքում չեք ունենա, օրինակիմս բորբոքում է, գիտեք չէ, եւ խոշորանում եւ բորբոքում էր, հիմա ես
ինչ սկսեցի ես լիմոնը օգտագործել է, նայել եմ, տեսել կոկորդս ահագին այդ նշիկները փոքրացել է։ Նշիկներ ասելով, ասենք գլաններին են ասում նշիկներ, բայց այդ գլաններս որ կտրել են, որ հեռացրել են, դրա այդ կտրած տեղերը ինքը բանա դարձել։ Արդեն բորբոքվել, ոնց որ ասեք ֆարինգիտ է եղել։ Մանր կտրտել, համարյա օրը մի լիմոն ուտում եմ, մի օր ու կես, ասենք մի օր ու կես, մի 3 դելի։ Հիմա ստեղ 2 հատ ունեմ, սահան եմ, ես իրան յուտնել խմեմ, որ մի քիչ շաքարավազ եմ խառնել, այդքան թույա, բայց դե ոչ այդքան, ոչ էլ զգվում է, որ 4 շաքարի համ է գալիս, չես զգում դե, մի քիչ շաքարավազը ցանեմ, մեկ էլ այս կտորները տնենք։ Սրա վրա էլ լցրեցի ու սա կափարիչով կփակենք իրեն կափարիչով, այս մեկը մնացել է, այս էլ դնեմ, փակեմ դնեմ սառնարանով ու քիչ-քիչ կօգտագործենք, ատենանք եսի երբում, հա ես էլ է երբում, ուրեմն կանջատեմ, սրանք դնենք մի կողմի վրա, ձերքս եմ նվանը, անջատեցիք տակը, որ չխաշվի շատ։ Հանջերիները սարը դուրը բացել է, սարը դուրի մեջ կրեցնա, որ սարը։ Սոխը կտրտել եմ, ես սոխը մի շատ եմ կտրելու, որովհետև սոխը շատ եմ սիրում, մանավանդել տապակի մեջ ավելի շատ եմ սիրում, սոխով համով է լինում, համեղ, ես թվում է, սա պտի հերիք լինում, Ստեղում է սա հերիքա, դե մի կեսն էլ բերեմ կտրեմ, ես կեսը, լավ ես էլ կտրեմ, ատը ձերով այսինց եմ անում բացում է, որոն մսելի հետևորդներ, բանի ձիթապտղի յուղով եմ անելու, Հունաստանում միշտ ձիթապտղի յուղ ենք օգտագործում և ճաշերի մեջ, և աղցանների, և ամեն ինչի մեջ ես ենք օգտագործում սելի հետևորդներ։ Չէ, սոխը կտապակվի, բազուկի թևերը կտրտենք, դե գիտեք չէ, բազուկը ինչքան էլ որ քամում ենք, ինքը ջրոտ է։ Այդ բանակը այդքան լավ չի կտրում,
Ոյ, հորացել էի, մի քիչ խոշոր եմ կտրելու, դες խոշոր եմ սիրում ես, չեմ սիրում շատ մանր կտրտած, այսպես, մի հատ էլ կտրել հերիք, ասեցի, ափսեի մեջ լսնեմ, մեկ էլ փոշմանեցի, թող մնա աստեղ, իջև սոխարացել էին, սոխարացը կապացվի, հետո որ կավելացնենք, տակը ծանծրացնենք շատ անձեղ, որ ժամանակից շուտ չկարմերի, հարգելիներս արդեն լցնենք մեր բազուկի թևը, կտրտած ժամանակն է, լավ ցանանք, որ իսլամացիների մեջ ավելի քիչ դժվար է խառնվում։ Հետո լավ խառնենք։ Տակը ցածրացնենք, թողնենք ման եփվի։ Հարգելիներս, ուրեմն տեսեք ոնց խաշվեց, տեսեք ահագին էր, չէ՞։ Հենց թավայի մեջն ինքն իրան եփվեց։ Հիմա արդեն 50 պտի լցնենք ու վերջ։ Աղն էլ լցվել եմ, վարդանակացը։ Աղն է շատ լավ է, մի քիչ ուժեղացրեք, ավել որ ջուրը քաշի։ Երկու հատ էլ ծույլ եմ ջարդել։ Սենց արագ հանենք, կափարիչը տնենք վրա ու պատրաստ է։ Արդեն պատրաստ է, լավ մի քիչ վերցնենք, համտեսենք։ Սակայն տեսնենք ինչպես է։ Հարգելիներս մի քիչ էլ մածուն եմ լցնում վրա։ Իհարկե սխտոր մածուն ենք անում մենք, մեր տաղուշցիները սխտոր մածունով են ուտում, բայց ես համտեսելու համար մածուն լցրեցի։ Լավ տեսնենք։ Հացով չեմ ուտում, ոչ էլ լավաշով, որտև այդքան շատ չեմ օգտագործում հացեղեն։ Սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է։
Շատ համեղ է։